Նախորդ տեսանյութին հարց էի տվել, թե արդյոք Աստվածաշունչը մեզ լիարժեք է հասել, թե ոչ։ Մեկնաբանության բաժնում մեծամասնությունը գրել էր, որ ոչ։ Օրինակ, ես վստահ եմ, որ Աստվածաշունչը լիարժեք հասել է մեզ։ Հիմա բացատրում եմ, թե ինչպես։ Ես միշտ մի օրինակ եմ բերում։ Պատկերացրեք, որ դուք ունեք երեխա եւ այդ երեխան սոված է։ Ինչ պետք է անեք, որպեսզի լիարժեք կշտանա։ Տանը ունեք հաց եւ բերում եք մի փոքր կտոր եք նրան տալիս։ Արդյոք նա կկշտանա։ Իհարկե ոչ։ Պետք է ամբողջովին մատուցել, որպեսզի կուշտ լինի։ Իսկ եթե կիսատ տաք, երեխան կմտածի, որ դուք իրեն չեք սիրում եւ այդ օրը նա սոված կմնա։ Պատկերացրեք, որ Աստված կիսատ խոսքը մատուցեր։ Մենք ինչ էինք կարծելու։ Կմտածեինք, որ Աստված սահմանափակ Աստված է։ Կարող ենք նաեւ այնպես մտածել, որ այդ մարդիկ, ովքեր ուզեցել են ու պահեցին իրական Աստվածաշունչը, Աստված չկարողացավ նրանց հետ պահել իրենց քայլերից։ Այն մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, երբեք ու երբեք չեն կարող կասկածել, որ Աստվածաշունչը լիարժեք մեզ չի հասել։ Աստվածաշունչը լիարժեք է մեզ հասել։ Ուղղակի թարգմանական տարբեր ձև գոյություն ունի։ Իսկ կարող ենք Աստվածաշնչով հիմնավորել, որ Աստվածաշունչը լիարժեք հասել է մեզ։ Իհարկե, այո, Հովհաննես առաքյալի ավետարանից գլուխ 1-ին 12-րդ խոսքում կարդում ենք հետևյալը. Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Միշտ հիշեք, Աստված իր որդիներին երբեք ու երբեք խոսքը կիսատ չի մատուցի։ Եթե ուզում ես ընկերներդ էլ իմանան, տարածիր այս տեսանյութը։ Այսքանը, լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։